Նախընտրելի թեկնածունով է։ Տեսեք, քանի որ ես ասեցի, որ Հայաստանի Հանրապետություն տոկոսային հարաբերությամբ կան ապտեկաների չափ կուսակցություններ, ես որոշում եմ կայացրել դիմեմ արհեստական բանականության օգնությանը։ Անհրաժեշտություն չկա դիմելու արհեստական բանականությանը։ Եկեք կտրվենք հումորից եւ սթափ գնահատենք իրավիճակը։ Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարելու են ընդամենը 4 ուժ՝ Նիկոլի ՔՊ-ն, Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանը, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան կուսակցությունների դաշինքը եւ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Մնացած 15 կուսակցությունները, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու, իդեպ որոնցից շատերը նույն այս իշխանության հետ համագործակցող են, գրեթե չունեն անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն։ Հենց այստեղ ենք մենք բախվում փոշիացված ձայներ ասածին։ Երբ դուք ձայն եք տալիս կուսակցության, որը չի հաղթահարում անցողիկ շեմը, ապա ձեր ձայնը, ըստ տոկոսային հարաբերակցության, բաժանվում է անցողիկ շեմը հաղթահարած 4 կուսակցությունների միջև։ Օրինակ, եթե ՔՊ-ն ունի մաքուր 30% իրեն սատարողներով, վարչական ռեսուրսով, ապա փոշիացված ձայներից նրան է անցնում հենց 30%-ը։ Դուք կամա թե ակամա ընտրում եք Նիկոլին իր ՔՊ-ի հետ։ Որպեսզի ձեր ձայնը չգնա նրանց, պետք է սթափ գնահատել իրավիճակը եւ ընտրություն կատարել։ Կրկնում եմ, անցողիկ շեմը հաղթահարող 3 ընդդիմադիր ուժերի միջև։ Մնացած 15 կուսակցությունների ղեկավարները պետք է որ այս ամենը հասկանան։ Զգոն եղեք սիրելի հայրենակիցներ, վայրենի նախընտրական պայքար է ընթանում։